Ով աջակցում է Նիկոլին, ապա ընդունում է Նիկոլի բոլոր թեզերը, որ Արցախը հայկական չի, որ Նախիջևանը հայկական չի, որ Արևմտյան Հայաստանը հայկական չի, հրաժարվում է Արարատ լեռից, հրաժարվում է ցեղասպանության հարցը ճանաչման գործընթացից ու տնում է ցեղասպանության հարցը կասկածի տակ, հրաժարվում է Թուրքի հետ բանակցել մեր իօգուտ շահերին, ընդունում է Թուրքի բոլոր նարատիվները եւ պահանջները, ընդունում է, որ Թուրքին պետք է ների ու հրաժարվի իր իրավունքներից, ընդունում է, որ Թուրքի հետ պետք է խաղաղ ապրել իրանց պայմաններով, ընդունում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի Հայաստանի գրավված հողի վրա, այսինքն Թուրքիա հիմա մեզ 200-ից 400 կիլոմետրից ավել գրավել է ու եթե փաստացի հիմա ասում են խաղաղություն են կնքել, ապա Թուրքը մեր հողի վրա է այդ խաղաղությունը կնքել ու այդ նշանակում է, որ մենք ընդունել ենք Թուրքի պայմանները ու դա չի նշանակում արժանապատիվ խաղաղություն։ Ընդունելով Փաշինյանի թեզերը, դուք ընդունում եք թուրքական թեզերը, այսինքն դուք դառնում եք թերքահպատակ հայեր, դե հիմա գնացեք մտածեք այս ասածներից վրա ու հետևություն արեք, ամսի 7-ին ընտրում եք թերքահպատակ դառնալու ուղղությունը, թե ընտրում եք հակառակը մնալ հայ, պահպանել մեր ինքնությունը ու դնել սկիզբ պայքար ուժեղանալու, հզորանալու, որպեսզի ապագայում կարողանանք մեր շահերը պաշտպանել ու ինչի չէ նաև գործարածը հետ բերել։